Առավոտ սիրելի հեռուստադիտող 21 TV եթերում իր աշխատանքն է սկսում օրդ բարի առավոտյան ծրագիրը 1 ժամ կլինենք եթերում կփորձենք իհարկե ձեզ արթնացնել, տալ երաժշտություն, գեղեցիկ հյուրերի հետ զրուցել, հետաքրքիր մշակութային միջոցառումներ ներկայացնել եւ օրը լցնել լավ էներգիայով։ Այս պահին իհարկե ընդհատվենք հետաքրքիր մի լավ երաժշտությամբ, տեսահոլովակով, արթնանանք ու վերադառնանք ու շարունակենք եթերը։ Գնացինք։ Վերադարձանք սիրելի հեռուստադիտող 21 TV եթերում իր աշխատանքը շարունակում է օրդ բարին եւ ժամանակն է ներկայացնելու հյուրերին։ Մեր հյուրերն են քանդակագործ, տիկնիկագործ Գրիգոր Դարփինյանը, բարի առավոտ, եւ Գաթա բենդի հիմնադիր Անդրանիկ Սարգսակ Մանուկյանը, բարի լույս։ Բարի Մանուկյան։ Բարի լույս, Վրեժան։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Ուրախ ենք ձեզ տեսնելու մեր տաղավարում։ Ես եմ ուրախ, որովհետեւ միշտ ձեր տաղավարում մոտ մեծ ուրախություն է համ գալիս, համ տարածում։ Այսօր առավել եւս։ Փոխադարձ է։ Այսօր իհարկե մի շատ հետաքրքիր մշակութային իրադարձության շուրջ ենք զրուցելու։ Հիմա բոլորը հարց կտան, թե քանդակագործը ձեզ հետ ինչ գործ ունի եթերում։ Կուզենանք, որ իհարկե այս հետաքրքիր, փոքրիկ քանդակը, որ դրված է, ներկայացնի մեր հյուրը։ Ինչպես եղավ, որ ստեղծեցիք այս հետաքրքիր իհարկե քանդակը, որը որ ում է խորհրդանշում Անդրանիկ Մանուկյանին Սարգսակ։ Այո։ Բարի օր ձեզ, նախ ես նույնպես ուրախ եմ ներկա գտնվելու ձեր տաղավարում։ Ուզում եմ ասել, որ միտքը ինչպես առաջացավ այս քանդակի, ես մանկուց շատ եմ սիրել ազգային երաժշտությունը, երգը, պարը եւ միշտ փորձել եմ քանդակել մեր հայկական կերպարները տարազով։ Պարոն Անդրանիկի ստեղծագործությունները շատ եմ սիրում, միշտ լսում եմ, գնահատում եմ, ես այդ ստեղծագործություններից զգում եմ մեր հայկական ազգային շունչը եւ մեծ էներգիա եմ ստանում այդ երաժշտություններից։ Եվ միտք առաջացավ ինչ որ մի ձև ես էլ իմ շնորհակալությունը հայտնեմ պարոն Անդրանիկին այդ էներգիան, այդ էմոցիաները մեզ փոխանցելու, մեր հայկականը պահելու համար։ Այ ճանաչում եք արդեն երբ որ սկսեցիք գործը։ Ոչ, չէի ճանաչում, բայց ցանկությունս մեծ էր ծանոթանալու եւ որոշեցի ստեղծագործությունս երբ որ ավարտին հասցնեմ, ինչ որ տարբերակով ծանոթանամ եւ նվիրեմ պարոն Անդրանիկին։ Սկզբից ինչ նյութով եք ստեղծել, հետաքրքիր է։ Սկիզբը եղել է պլաստիլինից, բայց մինչև պլաստիլինը նախ արվում են էսկիզներ թղթի վրա։ Իրականում էսկիզի համար երկար ժամանակ եմ օգտագործել, քանի որ նպատակս նա էր, որ կերպարը լիարժեք գտնեմ, քանի որ իմ համար շատ կարևոր է կերպարը ճիշտ ստանալ, այսինքն չլինի թերի։ Այդ պատճառով երկար ժամանակ եմ ունեցել էսկիզի մշակման վրա, որից հետո անցել եմ պլաստիլինից մոդելի ստեղծմանը եւ դրանից հետո արդեն կաղապար, մոմ, բրոնզի ձուլարան եւ վերջնական արդեն բրոնզից քանդակը։ Պարոն Անդրանիկին, երբ որ ներկայացեցիք, որ տարբերակներ պլաստիլինից։ Պլաստիլինից տարբերակը ոչ, պլաստիլինից տարբերակով ֆոտոն եմ ցույց տվել իրեն։ Այսինքն դա ձեր առաջին հանդիպումն էր։ Այո, առաջին հանդիպումն էր։ Ինչպես հանդիպումն գտաք իրար, հետաքրքիր է։ Իրականում մենք ծանոթացել ենք մի ծրագրի միջոցով, ես այդ ժամանակ գտնվում էի ճամբարում, ամառային դպրոց ճամբարում, որտեղ ամեն տարի մենք հրավիրում էինք հյուրեր երեխաների հետ ծանոթանալու, շփվելու համար, եւ այդ տարի որոշեցի, որ պարոն Անդրանիկին առաջարկեմ մեզ հյուր գա։ Առաջարկեցի պարոն Անդրանիկին, մեծ սիրով համաձայնվեց, եկավ ճամբար, երեխաների հետ շփվեց, մենք էլ ծանոթացանք եւ այդպես սկսվեց մեր շփումը։ Ինչից եք ոգեշնչվել այս կերպարը ընտրելուց։ Այս կերպարը ընտրելուց ոգեշնչվել եմ պարոն Անդրանիկի տեսահոլովակներից, քանի որ միշտ իմ աշխատանքի ընթացքում ես նաև լսում եմ այդ երաժշտությունները եւ դիտում եք նաև տեսահոլովակներ։ Դիտում եմ նաև տեսահոլովակները, աշխատանքի ընթացքում նույնպես օգտվել եմ տարազը եւ ընդհանուր շարժումները, փորձել եմ հենց տեսահոլովակից օգտվել եւ ճիշտ լուծում տալ։
Առաջարկում եմ պարոն Անդրանիկ, այս պահին որպես գլխավոր մեղավոր, հա, այս հետաքրքիր, գեղեցիկ իհարկե մշակութային շատ ֆանտաստիկ իհարկե էներգիա ունի, ես պատկերացրեցի ավելի մեծ մասշտաբով եւ ինչ էներգետիկային սիմվոլ կարող է ունենալ։ Առաջին անգամ երբ տեսակ դուք շատ համեստ մարդ եք, ոնց վերաբերվեցիք այս ամեն ինչին։ Անկեղծ ասած, ժամանակ առ ժամանակ իմ կյանքում լինում են հետաքրքիր անակնկալներ։ Իսկ այս անակնկալը կարող եմ ասեմ յուրովի մոտեցում էր, շնորհակալություն Գրիգորին։ Ասեմ թող Աստված Գրիգորիս ավելի շատ իմաստուն, ասենց ասած խորհուրդներ, միտք, երանջանք, պարգևի ու իր շնորհներով կարողանա եթե խոսում ենք իրոք կերպարից ու իմ մեջ կա հայ մարդու կերպարն ու իմ ապրած կյանքը դա է խորհրդանշում ու գործերով ի հայտ է գալիս, ես ասեմ փառք Աստծո, ու կուզենամ Գրիգորին այդ ամեն ինչ ինչ որ ապրել է, տեսել է, կարողանա այնքան մեծ հնարավորություններ ունենա, որ հայ իրոք աշխարհը, հայ իրոք մարդուն միշտ ասենց ասած ներկայացնի, ես կլնեմ, ինձանից առաջ եղել են, որ մենք ուրախանում ենք այդ մարդկանցով եւ ողջևորվում ենք, հա, մենք ենք ստեղծագործում եւ շարունակողները կարողանան շարունակեն եւ մնանք մեր հայ կերպարի մեջ եւ ինչքան էլ կարողանանք ապրենք, հա, ես կուզենամ ասեմ, որ այդ ապրածը ցանկացած ժամանակահատվածում տեսեք հիմա դարաշրջանին համահունչ ավելի ժամանակին լսում ենք, ասում ենք Անդրանիկը էս է եղել, չէ՞, օրինակ համար Զորավար Անդրանիկը կոմիտասը, բայց չենք տեսել, բայց ներքուստ կար հոգին, շունչը, կյանքը, որ բերում էր այդ էներգիան, այդ ամեն ինչը տալիս էր, նույն այդ ասելով, գրելով, փոխանցելով եկի միջոցով ու քո մեջ արտնանում էր, քո մեջ գալիս էր հայ գենը, հայ ասելիքը։ Հիմա այսօր փառք Աստծո Գրիգորս այդ տեսահոլովակներով այդ ամեն ինչը տեսելու ու ավելի լավ է ընկալել այս ամեն ինչը ու ինքը այս քանդակով որոշել է ներկայացնել, ես մի անգամ եւս ասեմ շնորհակալություն, մի անգամ եւս ասեմ թող Աստված քեզ ավելի մեծ ուժ ու կարողություն ու համբերություն տա դու լինես քո ստեղծագործական աշխարհի մեջ եւ ներկայացես ամբողջ աշխարհին թե ով է հայ մարդը իրեն ամբողջ նիստ ու կացով, կենցաղով, պետությունով, պետականությունով։ Ես եմ շնորհակալ պարոն Մանուկյան, հետաքրքիր է այս հետաքրքիր իհարկե մշակութային փոքր բայց շատ հզոր, հա, ստեղծագործությունը ձեր տանը որտեղ է դրված։ Անկեղծ ասած մեր տանը այնքան հետաքրքիր բաներ ունեմ, ես պատվոգրեր, դիպլոմներ, չգիտեմ։ Դե բայց առանձնահատուկ ասա։ Առանձնահատուկ ասա, առանձնահատուկ դրել եմ մի հատ 3-րդ, 4-րդ հարկի ինչ-որ բան ունեմ, տենց պատմանդանը դեռ դրա վրա դրված է։ Իմ համար էլ անակնկալ էր սա։ Որ նայում եք ինչ է առաջանում, երախտագիտություն թե գնահատվածություն։ Որ նայում եմ, փառք եմ տալիս Աստծուն, որ ես ապրած ունեմ ու պետք է ապրեմ շիտակ, այս գայթակղող պարտավորություն է, չէ՞, նա այստեղ։ Այո, իհարկե, սա առավել եւս կրկնակի ասում եմ, հələ ես կամ որ սա են, ասենց ասած, ներկայացում, բա որ չլնեմ, ինչ պետք է անեմ։ Դուք շատ պետք է լինեք, երկար պետք է ապրեք։ Դրա համար ուզում ասեմ, պետք է շատ զգուշ աշխատեմ եւ գործեմ։ Գրիգոր ջան, քանի որ դուք ոչ միայն քանդակագործ եք, նաեւ տեխնիկագործ եք ձեր մասնագիտությամբ, հա, ուրիշ ինչ աշխատանքներ եք ստեղծում, որպեսզի ամփոփենք այսօր ձեզ այդ զրույցը եւ երկրորդ մաս ունենք հաղորդման, իհարկե հյուրեր ունենք դեռ։ Խնդրեմ ներկայացրեք նաեւ ինչ եք ստեղծում բացի սրանից։ Նշեմ նաեւ, որ ես աշխատում եմ Խամաճիկների պետական թատրոնում որպես տեխնիկագործ, արդեն մոտ 7-8 տարի։ Այսինքն այնտեղ ներկայացումների համար ստեղծված տեխնիկների մեծ մասը երևի ձեր ձեռամբ են լինում։ Այո, վերջին ժամանակների ստեղծված տեխնիկները իմ ստեղծագործություններն են, ավելի ճիշտ աշխատում ենք նկարիչների հետ միասին, այսինքն նկարիչները ձևավորում են, անում են էսքիզները, որի հիման վրա ես արդեն սկսում եմ ստեղծել տեխնիկները, իրենց մեխանիզմները եւ ստեղծելուց հետո արդեն փոխանցում եմ դերասաններին, որոնք արդեն պատրաստվում են ներկայացմանը, փորձեր եւ այդպես։ Իսկ այսպիսի աշխատանք առաջինն էր, որ արեցիք, թե էլի ունեք։ Նկատի ունեք կոնկրետ կերպար։ Այո։ Ոչ, առաջինը չի, ունեմ էլի տարբեր աշխատանքներ, էլի նույն նպատակով, այսինքն այն մարդկանց, որ շատ հարգում, սիրում եմ եւ գնահատում եմ, փորձում եմ իմ աշխատանքի միջոցով ինչ որ
դրական բան փոխանցել իրենց։ Իմ գործընկերուհին այստեղ չի, հաստատ ես վստահ եմ, որ Անահիտ այստեղ լիներ, մենք երկուսով կուզեինք երկուսիս արձանները միասին էսի եթերում, բայց այնուամենայնիվ իհարկե ժամանակն է ծնում այս ամեն ինչը, սա հումոր է։ Շնորհակալություն ենք հայտնում իհարկե քեզ քո աշխատանքի համար, մաղթում ենք քեզ ստեղծագործական բուրըն իհարկե ավելի մեծ գործեր, աշխատանքներ, դե այն որ դուք անում եք թատրոնում արդեն բնականաբար այն շարունակական անվերջանալի մի այսպես process է, որտեղ որ յուրաքանչյուր ներկայացման համար մի նոր գաղափարներ են ծնվում ու տեխնիկներ եւ շնորհակալություն ձեր գործի համար։ Այսօր մեզ մոտ իհարկե հաղորդման երկրորդ հատվածում եւս ունենք սիրելի հեռուստադիտող հյուրեր, մի փոխեք հեռուստաալիքը, առաջարկում եմ այս պահին ընդհատվել գեղեցիկ տեսահոլովակով Գաթաբենդի, կվերադառնանք ու կզրուցենք երկրորդ հատվածում մեր հյուրերի հետ ոչ պակաս մշակութային իրադարձության շուրջ գնացինք։ Վերադարձանք սիրելի հեռուստադիտող 21 TV եթերում իր աշխատանքը եւ իր ընթացքը շարունակում է օրդ բարին եւ այսօր օրը Գաթայոտ է մեզ մոտ, Գաթաբենդի իհարկե մի քանի մշակութային միջոցառումներ, ստեղծագործություններ ենք ներկայացնում եւ երկրորդ հատվածում եւս ունենք հյուրեր, ինչպես խոստացել էինք, այս պահին Գաթաբենդի հիմնադիր, համահիմնադիր Անդրանիկ Սարգսակ-Մանուկյան մեզ մոտ հյուր է, պարուհի Լիաննա Հայրապետյան եւ օպերատոր Արմեն Սարգսյան։ Սարգսակ-Մանուկյանը թողարկել է նոր տեսահոլովակ Շողնեմ երգի հիման վրա եւ այսօր պրեմիերա է սպասվում, որի շուրջ իհարկե կզրուցենք այս պահին մեր հյուրերի հետ։ Բարի առավոտ սիրելի հյուրեր, ինչպես է տրամադրությունը, պարոն Մանուկյան։ Շատ լավ, առավոտից տրամադրությունը շատ հետարքիր անցնում է եւ շարունակական ընթացք ունի։ Մենք առաջին անգամ չէ որ իհարկե եթերում ենք արդեն մեր սիրելի օպերատորի հետ, ում հետ նաեւ ստեղծել եք այլ ստեղծագործություններ եւ լուսաբանել ենք, խոսենք տեսահոլովակի մասին, ինչպես եղավ ստեղծագործությունը եւ ինչ հիմքով ծնվեց այս նոր տեսահոլովակը։ Տեսահոլովակ նկարելը նախ մի անգամ առիթ եղավ այս երկի շուրջ ինչ-որ մի բան ստեղծել հոլովակի տեսքով, հետո որոշեցինք, որ ավելի ճիշտ կլինի նորովի ներկայացնենք, նոր տեսահոլովակ, նոր կադրերով ու այդպես Անդրանիկ Սարգսակի մտահղացման ռեժիսուրա իրենն է, իրեն մտահղացման սկսեցինք ամեն ինչ հանձնել կադրերին կամ ներկայացնել կադրերով։ Պարոն Մանուկյան, խոսենք երգի մասին, որը որ ստեղծվել է եւ այնուհետեւ տեսահոլովակը։ Ինչ ստեղծագործություն է այս ստեղծագործությունը Շողնեմ, իհարկե մենք դեռ պրեմիերա կանենք եւ ինչու տեսահոլովակ։ Վերեյ ջան, մենք բազմից լինում ենք ձեր տաղավարում եւ շնորհակալություն դրա համար, որ գալիս ենք ներկայացնում ենք մեր գործերը, մեր գործընթացը։ Ես խոստացել եմ, որ ժամանակ առ ժամանակ հետարքիր, ոնց որ ասած, տեսահոլովակներ եթեր կարձակվեն ձեզ մոտից, սա արդեն երկրորդն է ու կարելի ասել ավելի շատ ես էլ եմ մտածում ստեղծագործական աշխարհի հետ կապված, այս շող երգը որ ծնվեց, անկեղծ ասեմ, սա շատ հետարքիր պա եղավ։ Ես ու Գարիկս դե ինչպես միշտ աշխատում ենք, մշակում ենք, չգիտեմ, ստեղծագործում ենք։ Գարիկիս ուրեմն նվեր էին բերել Գերմանիայից հետարքիր մի լարային գործիք, ոնց որ մեր կանոնն է։ Բերեց ուսումնասիրում, մեր այսպես նստած սկսեց նվագել ու այդ նվագելու ծանոթանում էր գործիքի հետ։ Ես կամաց սկսեցի այդ երաժշտության տակ այդ իր բան ստեղծագործական աշխատանքի ժամանակ, չգիտեմ, տոնիկա վերցրեցի իմ մեջ ու կամաց սկսեցի երգել, իմ մեջ սկսեցի երգել, տնտենալ, ինչ-որ բառեր այդ պայնել եկավ ու սկսեցի իմ մեջ երգել, Գարիկս ավարտեց, ես սկսեցի այդ մեղեդին ու երգի բառերով, ոնց որ կարելի ասել, տուն կրկնտեն երգ սենց ստացվեց, Գարիկս շուռ եկավ, ասեց, չհասկացա, այդ որտեղ է այս երգը, որ դու վաղուց մեզ չես ցույց տվել, էլի այս երգը, որ մենք ընդգրկենք մեր երկացանքում, ասի Գար ջան, անկեղծ ասած մուսա եկա, ոնց որ դու ծանոթանում էիր գործիքի հետ, ես այդ մուսա եկա, որ այս երգը սենց ասած ծնվեց։ Ու տենց կամաց ծնվեց ու իրոք ես այս երգի մեջ ավելի շատ
տեսնում եմ հայ մոր կերպարը իմ ամբողջ հասկացողությունը միտքս որ հայ մայրը չգիտեմ դա իմ համար է իմ ազգի համար է որ ես չեմ կարող ուրիշ կերպար տեսնեմ հոր բան հայ մարդու մոր մեջ մայրության մեջ չեմ պատկերացնում որ հայ մայրը պետք է լինի անդաստիրակ չեմ կարողանում պատկերացնել հայ մայրը պետք է լինի անառակ հասկանում եք ու այդ ամբողջ եկավի մեջ սկսեցի պրպտել հատկապես առաջ ժամանակում որ եղել է սեր եւ հիմա էլ սեր եւ ընդհանրապես արարումն էլ է սեր ու այդ սիրո ջերմության հետ կապված որ գնացել են գյուղեր շրջաներ առաջ ոնց են աղջիկ ուզել կամ ու այդ իրական քաղցը սերը բան որպես առողջություն հա մեղվի տեսարան կա ես այդ ամեն ինչը տեսել եմ էլի մեղվի մեջ ու բան այդ մեղուի աշխատանքը այդ կյանքը այդ բան ու ամբողջ աշխատեցի մեջ որոշեցի որ այս տեսահոլովակը նկարվի այստեղ իմ ընկերների, իմ բարեկամների միշտ ասել եմ բարեկամեցողների հետ մեկտեղ Այս բանին առաջարկում եմ իհարկե դիտենք տեսահոլովակը վերադառնանք ու ավելի մանրամասն ու ավելի պատկերավոր իհարկե կզրուցենք կարծում եմ հեռուստադիտողը եւս սպասում է Այս բանին շողն եմ երկի իման վրա տեսահոլովակի պրեմիերա օրդ բարի տաղավարում գնացինք Վերադարձանք հրաշալի տեսահոլովակ Լույսի շող։ Լույսը ստեղծվում է շողերից, չէ՞, պարոն Մանուկյան։ Այո։ Առաջարկում եմ խոսենք այն շողի, այն գեղեցիկ իհարկե այդ լույսի շող ավելացնողի իհարկե մեր դերասանու հետ ով մարմնավորել է շատ հետաքրքիր նաև տեսանք տեսահոլովակում թե տարբեր ժամանակաշրջանների տարազային հագուստներով գեղեցիկ կերպար այ ինչպես ստացաք առաջարկը եւ ինչ էր սա ձեզ համար Նախ ուզում եմ նշել որ Ընկեր Մանուկյանի հետ մենք արդեն համագործակցում ենք տարիներ շարունակ, այսինքն սա մեր առաջին տեսահոլովակը չէր, եւ միտքը ծագեց Ընկեր Մանուկյանի մոտ եւ զանգահարեց ինձ, ասեց որ արդեն բեմադրենք ոնց որ այս աշխատանքը, այս բեմադրությունը նախ ուզում եմ նաև նշել, որ ես իմ աշխատանքը սկսել եմ եւ շարունակում եմ Սարաջանի անվան երաժշտական դպրոցի հեքիաթպարային շոուում եւ գեղարվեստական ղեկավարը իմ մայրիկն է Սոֆիա Պողոսյանը, ով հանդիսանում է իմ ուսուցչուհին եւ միասին ենք բեմադրել այս բեմադրությունը, աշխատել բեմադրության վրա եւ երբ որ լսեցինք երաժշտությունը, բնականաբար այդ մեղմությունը, այդ քնքշանքը, այդ ինչպես ասեց ընկեր Մանուկյանը կնոջ կերպարը, հայ կնոջ կերպարը փորձեցին կերտել ավելի գեղեցիկ, այո, այդ մաքրությունը, հոգու մաքրությունը, այսինքն պետք է ներկայացնել եւ տեսահոլովակում տեսանք այդ սպիտակ տարազը, որը ավելի ոնց որ հենց այդ մաքրությունն էր նկարագրում։ Այնտեղ երկու կերպարներ են, հա, ինչ որ ժամանակների տարազներ են ընտրված, թե պարզապես դրանք մեր ժողովրդական ազգային հագուստներն են կանանց։ Մեր տարբեր շրջանների նաև հագուստներ են եւ կա ավելի ժողովրդական եւ կա նաեւ ազգագրական, այո, մենք փորձել ենք ամեն ձև ներկայացնել գեղեցկությունը մեր հայ կանանց, հայ աղջիկների եւ անկախ շրջանից։ Առիթից օգտվելով իհարկե շնորհավորում եմ ձեզ մի ամսյակի կապակցությամբ, քանի որ մեկ ամսյակ է, եւ հետաքրքիր է հեշտ է աշխատել պարոն Մանուկյանի հետ, քանի որ առաջին անգամ է կարծես թե հա աշխատանքը նոր օպերատորի հետ։ Այո, ասեմ որ շատ հեշտ է աշխատել, ասեմ ավելին նկարահանումը մեկ օր չի տևել, բայց ամբողջ օրվա ընթացքում անգամ երբ որ մենք պարում ենք առանց ընդհատումների ես ընդհանրապես հոգնածություն չեմ զգացել, որովհետև այնքան հաճելի էր աշխատել թե օպերատորի եւ թե ընկեր Մանուկյանի հետ, նաև կուզենամ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր մեր կողքին էին այդ պահին, հա, նկարահանումների ընթացքում դա իմ հայրիկն էր, ընկեր Մանուկյանի քույրիկը, ով բոլոր ընկերները, ընտանիքի անդամները։ Այո, իրանք շատ մեզ օգնեցին
Եվ ասեմ իմ վարսերը, հենց տեսահոլովակում Ծովինար Մանուկյանի վարսերն էին եւ ինձ համար դա ավելի մեծ պատիվ էր եւ շատ մեծ ուրախություն էր, որ ես կրում եմ իր վարսերը։ Շատ գեղեցիկ հետաքրքիր տեսահոլովակ է ստացվել, այ Գագիկ լոկացիաները ինչպես ընտրեցինք, այսինքն սկզբից հենց կար, հենց պարոն Մանուկյանը արդեն ռեժիսուրան ներկայացնում էր տեղերը, տեղանքները, քանի որ գիտեմ, որ քո կողմից էլ է նաև լոկացիաների ընտրության հարցում խորհուրդ տրվում։ Տեղանքը բնականաբար առաջինը ընտրել է պարոն Մանուկյանը, մնացածը արդեն քննարկել ենք միասին։ Որտեղ ենք նկարել տեսահոլովակը։ Տեսահոլովակը Կոտայքի մարզում եւ որտեղ շատ չնաշխարհիկ բնություն է։ Նկարել ենք Էջմիածնում, տարբեր կետերում։ Այստեղ էլ ես ասեմ, որ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ, ճիշտ Արմենն ասեց, Լյանաս ասեց, շնորհակալություն ուզում ասեմ մեր Ստեփանին, որ մոնտաժային աշխատանքն է տարել, կարիքից դերել չասեմ եւ մնացած մարդկանց, որ իրենց մասնակցություն են բերել, կուզենամ հավելեմ, որ Լյանայից հետ մենք շատ վաղուց նկարել ենք հետաքրքիր առաջին մեր տեսահոլովակը, որ եղել է, աշխարհը մերն է։ Լյանաս Ես այդ ժամանակ 15-16 տարեկան է եւ մենք առաջին մեր տեսահոլովակը եղել է աշխարհը մերնա տեսահոլովակը, որի ընթացքում բարում էր Գեր Մանուկյանի Սասուն անսամբլը եւ մեր հեքիաթ բարային համույթը միասին համատեղ ճանապարհ ունենք։ Այո, շատ երկար ճանապարհ ենք անցել եւ ընթացքում ունեցել ենք համատեղ համերգներ եւ մի քիչ փակագծերը բացեմ, ունենք նաև ապագայում միասին աշխատանքներ։ Այդ դրա մասին էի ուզում հարցնել, ինչ է սպասում ապագայում, պարոն Մանուկյան, այս տարվա համար։ Կա ապագայում կան մի քանի էլի նոր տեսահոլովակներ պետք է երեք մոտակայքում ավարտին կհասցնենք, հետո դրան էլ զուգահեռ թե նորովի երգեր, թե նորովի էլի տեսահոլովակներ պետք է ի հայտ գան ու ժամանակի առումով չեմ կարող ասեմ ոնց կլինի, ոնց կավարտվի, բայց աշխատանք կա շատ։ Դրան էլ գումարած ունենք համերգային մեծ ծրագրեր տարբեր տեղերում, այնպես որ ուզեմ փառտամ ասում, որ այս ամեն ինչը լավ է, ընթացքը շատ լավ է, մնում է աշխարհի խաղաղություն, մնում է մարդկանց սերումիություն, մնացածն լույս է պետք, չէ՞ շող է պետք։ Այո, շող է պետք, որ արևի շողը գա, մարդը իր շողը որ գնում է, հասկանա, որ ինքը ասենց իր շողի հետ քայլում է։ Ու այդ շողը պետք է մատուցի, սփռվի մարդկության մեջ, միջավայրի մեջ, չգիտեմ։ Նաև մեր հոգիներում չէ երևի թե, որ հակառակ նաև ճառագենք բոլորին շող։ Այո։ Շնորհակալություն եմ հայտնում այսօր առավոտը ձեր կիսելու համար մեզ հետ, մաղթում եմ հաջողություններ, ձեզ առողջություն, ամենակարևորը, եւ այն կոլորիտային առանձնահատուկ երաժշտությունը, արվեստը, որը այսօր մեր երաժշտ արվեստում դուք ներկայացրել եք եւ ներկայացնում եք, դրա կարևորությունը առավել քան այսօր կա, վաղը ավելին է պետք եւ ապագայում իհարկե դրանք կդառնան մշակութային այն կարևոր իհարկե գոհարները, որոնք որ ստեղծվել են ժամանակի մեջ, բայց նաև փոխանցվող սերունդներին։ Ձեզ ամենայն բարիք, ստեղծագործական իհարկե նոր հաջողություններ, պատրաստ ենք ձեր յուրաքանչյուր ստեղծագործական աշխատանք եւ գործունեություն պարոն Մանուկյան լուսաբանելու, մեր եթերում ուրախ ենք ձեզ տեսնելու, վստահ եմ, որ հեռուստադիտողը եւս ուրախ է, առավել քան երջանիկ եւ առաջարկում եմ, քանի որ մեկ ամսյակ է դիմացը, մեր կանանց, մեր մայրերին, մեր քույրերին մի փոքրիկ կատարում առավոտյան իրենց եւ եզրափակենք այսօրվա եթերը։ Շնորհակալություն։ Այսօր պարտավորվածություն կա շատ մեծ, հատկապես այս արձանի հետ կապված անակնկալ է, չգիտեմ։ Դա մի առանձնահատուկ մշակութային իհարկե։ Ոնց անելիք զգա, չգիտեմ, ուրախությունից, չգիտեմ, այդ աշխարհից, բայց փառք ասում։ Gişere kaldı tursege lusna ganuş geçolere lusna gahperur gertas gerta versas nusarun gertas versas nusarun parev danusem yarun Խորոդիկ նազերով սոլերով իմ յարն է շուտ
շուտ մեկել խորոդիկ մաշի սոլիկ խորոդիկ փուշկնի դոդիկ խորոդիկ 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 Kuchti khater khorodige bakma idas tulusengan bakma chidas tulusengan gezerim Esa im yergire im aşkare im hay kerpare im hay mayre ha Prejan Շնորհավոր Շնորհակալություն սիրելի հեռուստադիտող մեզ մնում է միայն ասել որ ինչպես երկի խոսքերում էր ասում որ ապրեք խորոտիկ ապրեք գեղեցիկ եղեք գեղեցիկ սիրելի մայրեր քույրեր ձեր կյանքը թող լցվի գեղեցկությամբ յուրաքանչյուր վարքյան որպեսզի մեզ էլ կարողանաք զարդարեք ու ուժ տակ ամեն ինչ առաջ տանելու Այսօր այսքանը կհանդիպենք հաջորդ աշխատանքային առավոտ 21 TV եթերում եւ կասենք ձեզ բարի առավոտ օրդ բարին է մնացեք բարյա